Տուր ինձ իմաստություն Տեր։ Աստծո խոսքը ասում է, եթե ձեզանից մեկը իմաստությունից պակասած լինի, թող խնդրի Աստծուց, եւ նա ամենքին առատորեն տալիս է եւ չի նախատում։ Ամեն։ Խնդրեք Տիրոջից, որ Տերը ձեզ տա իմաստություն։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, կարող եք նստել։ Հալելույա։ Անցած կիրակի մենք խոսացինք 40 կետ, 40 աստվածաշնչյան տեղեր, մի քիչ դա ծիծաղ առաջացրեց ձեզ մոտ։ Այսօր էլ 30 կետ ունեմ, 30 աստվածաշնչյան տեղ ունեմ։ Ինչի՞ է պետք է այս շատ տեղերը մեզ այսօր, որպեսզի մենք կրթվենք, որպեսզի մենք սովորենք, որպեսզի մենք իմանանք, որ Աստվածաշունչը ինչ է խոսում իմաստության մասին։ Թեպետ շատ ուսուցումների մեջ մենք շատ աստվածաշնչյան տեղեր ենք օգտագործում ու դրանք օգնում են, որ հյուսվի նկարը, լրիվ նկարը հյուսվի։ Շատերը վստահ են, որ չգիտեն իմաստության մասին, այսքան հայտնություններ, խոսքեր, տեղեր աստվածաշնչյան կամ կարդացել անցել են վրայով, որ իմաստության մասին է խոսում, բայց չգիտեն որտեղ է դա կիրառվում կամ վերաբերվում ինձ։ Այսօր ես պետք է խոսամ դրանց մասին, որը վերաբերվում է ինձ եւ ինչպես է դա կիրառվում իմ կյանքի մեջ։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ սկսվել է իմ կյանքում այս խոսքից։ Եթե ձեզանից մեկը պակասել է իմաստությունից եւ սա հռչակավոր տեղ է, որ շատերը գիտեն այս խոսքը, որ ասում են Աստված ջան ինձ իմաստություն տուր։ Շատերը Աստված ջան են ասում, Աստված ջան ինձ խելք տուր, Աստված ջան, չգիտեմ կամ ուրիշին են вообще խելք ուզում, որ Աստված տա, խելք տու դրան Աստված ջան։ Դա առաջերտին իմաստությունը ինձ ու քեզ է պետք, մնացածի մասին դու մի մտածի։ Ստեղ գրված է, եթե ձեզանից մեկը, եթե ես պակասել եմ, ես անընդհատ խնդրում եմ, ես աղոթում եմ 97 թվից, թեպետ 95 թվին եմ ապաշխարել, բայց երբեք ես չեմ խնդրեմ մինչև 97 թիվը իմաստության համար, որովհետև մտածել եմ, փրկված եմ, ապաշխարած եմ եւ վերջ։ Բայց մի բան ասեմ, ստեղ շատ կարևոր բան ասեմ։ Գիտեք, այս օրերին, քանի որ հենց այս թեման ես խոսում եմ, իրականում բախվում եմ իրականության, որ մարդիկ կամ իմաստություն չունեն, կամ ես իմաստությամբ չվարվեցի։ Իրականում հենց ինչ թեմա խոսում ենք, դա կատարվում է, նիաթխադյատ կասի։ Ու այս օրերին ես լսում եմ, տեսնում եմ մարդկանց, ովքեր եզև արդեն մեկ շաբաթվա մեջ մի քանի տարբեր մարդիկ հարցնում են, որն է ճիշտ հիմա, ես բաների իրավիճակի մեջ, որն է ճիշտ, որ ես անեմ։ Առաջերտին ճիշտը դա գալիս է աստվածաշնչյան սկզբունքներից։ Ճշմարտությունը աստվածաշնչյան սկզբունքներից է գալիս։ Գիտեք, այս աշխարհի որդիները, աշխարհի մարդիկ ավելի իմաստուն են, գրված է Աստծո խոսքում, քան լույսի որդիները, հավատացյալները։ Սա պրոբլեմ է, սա խնդիր է, որ նրանք ավելի իմաստուն են։ Եվ ես ասեմ, որ մի կարևոր բան էլ կա։ Արմատուրը հենց նեն չեն շինարարության մեջ օգտագործում։ Օգտագործում են, որ շենքը ամուր լինի։ Գիտեք, երբ որ դուք սկզբունք չունեք, դուք ուժ չունեք, ամրություն չունեք։ Գիտեք, շատերը ապրում են անսկզբունք, խալխ են այսև, խալխ։ Աստծո ժողովուրդ չեն, խալխ են, որովհետև սկզբունք չկա, կապ չունի, դավաճանի հետ են հաց ուտում, դավաճանի հետ են ճանապարհ գնում, դավաճանի հետ են սուրճ խմում, թե ավատարիմ մարդու։ Դա շատերի մոտ այսև անհասկանալի է, դա խալխ են, դրանք իմաստուն մարդիկ չեն։ Եվ երրորդ բանը, որ կասեմ, սենց բանա, երբեք ձեր երեխաների մոտ մի խոսացեք ուրիշների մասին, երբեք, մի խոսացեք վատ թարելով, որովհետև ձեր երեխաներին դուք կորցնում եք, ամեն, և բոլորն ասեն ամեն, ես ոնց որ լսում եմ, որ շատերը խոսում են,
ինձ հետ չգիտեմ համաձայն եք թե չէ, բայց պետք չի խոսալ։ Դուք կորցնում եք ձեր երեխաներին։ Առակա 4:7 Ամեն բանի գլուխը իմաստությունն է։ Սա իմ թեմայի վերնագիրն է, գլխավորը իմաստությունն է։ Ամեն բանի գլուխը իմաստությունն է։ Իմաստություն ստացիր եւ բոլոր սրտովդ, բոլոր ստացված բաներովդ, բաներիդ այդ խոհեմություն ստացիր։ Իմաստությունը ինքը հիմնային է, որովհետև ասում է առակա 4:7-ը, որ ինքը գլխավորն է, ինքը պետք է հիմնային լինի։ Պայքարեք քնի դեմ, հաղթահարեք քնին, թմրությանը։ Եթե դուք անեք, այդ դևը ձեզանից կգնա։ Հակառակ կացեք սատանային ու ինքը կփախչի։ Գիտեք, Աստված մեզ այստեղ է բերել, որովհետև մենք ժամանակ առ ժամանակ լսել ենք կամ տարվա մեջ մի անգամ լսել ենք, որ Աստված մինչև այստեղ մեզ հասցրել է։ Մինչև այստեղ հասցրել է եւ վստահ եմ, որ դուք գիտեք Աբենեզերն էր դա։ Աբենեզեր քարը կանգնացրեց եւ կոչեց նրան, մինչև այստեղ Տերը մեզ բերեց։ Եվ սկսեցի ընթացքում հասկանալ, որ Աստված եթե մինչև այստեղ ինձ բերել է, դա նշանակում է, որ սրանից հետո էլ պետք է ինձ առաջնորդի։ Բայց ես բան եմ ասում, սրա այստեղը, որ Աստված ինձ հասցրել է կամ քեզ, դա նշանակում է, որ այլևս ետ գնալու ժամանակ չկա։ Մենք տեղ չունենք ետ գնալու, որովհետև ես այստեղ եմ հասել շատ երկար տարիներից հետո։ Լրիվ կամուրջները պետք է այրվի քո հետևում։ Իմաստությունը ինքը առաջնային է։ Իմաստությունը ինքը տեղակալ չէ։ Գիտեք, ամեն գործի մեջ կա տեղակալ, բայց իմաստությունը չունի տեղակալ։ Իմաստությունը ինքն է գլխավորը։ Իմաստությունը ինքը երկրորդական չէ։ Իմաստությունը ինքը չեղարկում չէ։ Եթե ինքը կա, ուրեմն ինքը կա։ Իմաստությունը ինքը ուսուցիչ է, որից անընդհատ դու պետք է սովորես։ Գիտեք, մենք երբ որ մեծանում ենք, հիշում ենք մեր տարական դասարանի ուսուցչուն կամ չգիտեմ ում ենք բան ուզում ապացուցենք, որ գնանք, ասենք, տես ես ով դառա, բայց դու ով ես։ Սա հիմարություն է, որովհետև ինքը ուսուցիչ է, ինքն է քեզ սովորացրել կարդալ, գրել։ Նախ եւ առաջ հիմք է դրել քո մեջ։ Եվ դու չես կարող հիմարաբարի վարվել։ Իմաստությունը ինքը վարպետության բանալին է։ Բանալին է ինքը փակ դռան։ Սկզբունքային, ինքը շատ սկզբունքային է։ Ինքը հիմքն է։ Իմաստությունը։ Իմաստությունը ինքը անձնավորություն է։ Եվ իր անունը Հիսուս է։ Գիտեք, ընդհանրապես իմանալը պետք է, որ իշխանությունը իմաստության ձեռագիրն է։ Չկա իշխանություն, որի հետևը չի կանգնում իմաստությունը։ Ընդհանրապես ես ու դու կարող ենք լինել, էլի եմ ասել, էլի կասեմ, շատ օծված։ Բայց եթե դու իմաստություն չունես, առանց օծության դու առաջ չես գնա։ Ես հիշում եմ, որ շատ տարիներ առաջ մինչև կապտելու աստիճան օծվում էինք։ Բայց ոչ միտեղ չենք շարժվում։ Ոչ մի առաջխաղացում անձնական կյանքի մեջ չկար։ Առաջինը, որ կուզեմ այսօր խոսալ, դա Աստծո վախն է։
Իմաստությունը, իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Հոբի 28:28 Տեսեք Հոբը ինչքան շատ, որքան շատ է իմաստության խոսք ունի։ Մարդուն ասեց. ահա Տիրոջ վախն է իմաստությունը։ Տիրոջ վախն է իմաստությունը։ Ու չարությունից ետ քաշվելը հանճար է։ Հանճար է, ասեք հանճար է։ Այսինքն ինքը գերազանց մտածող է։ Իմաստությունը ինքը խելացի մտածող է։ Ինքը տաղանդավոր մարդ է։ Իմաստությունը ինքը խելացի մարդ է։ Ինքը հանճար է։ Եվ ամեն բանից առաջ, երբ որ մարդու կյանքի մեջ իմաստությունը հայտնվում, պատճառը Աստծո վախն է լինում։ Սաղմոս 111 Մենք շատ երկար ճանապարհ ունենք այսօր գնալու։ Սաղմոս 111 10-րդ խոսք Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Լավ հասկացողություն ունեն նրանք, ասա լավ հասկացողություն։ Ինձ տուր լավ հասկացողություն։ Ուրեմն ինձ պետք է Աստծո վախը։ Լավ հասկացողություն ունեն նրանք, որոնք նրանք կկատարեն։ Նրա օրհնությունը հավիտյան պիտի մնա։ Լավ հասկացողություն ունեն։ Աստծո վախը ընդհանրապես կապ չունի խոճապի հետ։ Աստծո վախը կապ չունի խոճապի հետ, սարսափի հետ։ Աստծո վախը դա նուրբ բան է, երկյուղ, հարգանք եւ պատիվ։ Առակաց 29-րդ գլխը։ Առակաց 29 18-րդ խոսքը։ Առանց մարգարեության ժողովուրդը կորչում է, բայց օրենքը պահողը երջանիկ է լինում։ Ամեն։ Տուր ինձ իմաստություն։ Ես ուզում եմ ոչ մի բան բաց չթողամ, ինչ որ ստեղ գրված է։ Ուշադիր եղաք, որ օրենքը պահողը ինքը երջանիկ է լինում։ Ծննդոց 13-րդ գլխը 14-ից 15 խոսքերը։ Աբրամի պատմությունն է այստեղ։ 14-15 Տերը Աբրամին ասեց. Ղովտի զատվելուց հետո հիմա աչքերդ բարձրացրա եւ քո եղած տեղից դեպի հյուսիս, հարավ, դեպի արևելք եւ արևմուտք նայիր, որովհետեւ այդ բոլոր երկիրը, որ տեսնում ես, քեզի եւ քո սերունդին պիտի տամ։ Հավիտյան։ Լսեցիք հավիտյան։ Ազգերի տեսությունները այսօր, որ Իսրայելը պետք է ոչնչացնել կամ վերացնել երկրի վրայից, Իրանի տեսքով, Իրանի դեմքի տեսքով, չարաչար սխալվում են չիմանալով այստեղը։ Ոչ մեկ երբեք չի կարող ոչնչացնել Իսրայելը։ Ոչ մեկ։ Այսօր պատերազմը ու Իսրայելը դեռ չի եղել պատմության մեջ, որ որևէ մի պատերազմ պարտվել է։ Իրա բոլոր պարտությունները եղել է իր անհնազանդության պատճառով, բայց երբ որ խոնարհվել է, Աստված իրանց հաղթանակը տվե եւ վերադարձրել է իրանց երկիրը։ Եվ այստեղ Աստված Աբրամին ասում է քո տեսողության սահմանը, քո գերակայության սահմանն է։ Այն տեղերը, որ դու տեսնում ես հեռավոր վայրերում, հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում քեզ պիտի տամ։
Քո կանգնածը տեղից դու ձգվում եւ նայում ես ապագան, նայում ես հյուսիսը, հարավը, արևելքը եւ արևմուտքը։ Ինչքան դու տեսնում ես, դա քո գերակայության մեջ է մտնելու։ Եվ ուզում եմ հարց տամ այստեղ բոլոր նրանց, որը կապ չուներ իմ կարդացած մտքի հետ պատերազմների։ Քո տարիքը, ամեն մարդ կարա այստեղ իր տարիքը հենց հիմա հիշի։ Քանի տարեկան ես դու։ Մեկը 41, մեկը 30, մեկը 60, մեկը 70, մեկը 15, մեկը 20, կապ չունի։ Մինչև որ հասակն ես քեզ տեսնում այդ տարիքից։ 40 տարեկան ես, 40 տարեկանից հետո մինչև քեզ որ տարիքն ես տեսնում։ Աբրահամին Աստված ասում է, թե դու ինչ ես տեսնում եւ ինչ կտեսնես, դա քոնը կլինի։ Խոսքը գնում է իմաստության մասին եւ այստեղ ինչ որ մեկը պետք է ինչ որ բան փոխի իր կյանքի մեջ։ Եթե դու 40 տարեկան ես եւ քո մինչև 50 տարեկանը 60, 70 չես տեսնում, դա խնդիր է։ Գիտեք, այսօր մարդը 25 տարեկան է, ոչ մի բանի մասին չի մտածում միգուցե։ Միգուցե 18 տարեկան է, ոչ մի բանի մասին չի մտածում։ Այսինքն չի մտածում իր կյանքի հետագայի մասին, իր ապագայի մասին։ Այսինքն քանի տարեկան է ապրում մարդը մինչև այսօր։ Մինչև այսօր ապրում է 50 տարեկան, բայց պատահական ապրում։ Այսինքն չի մտածում 50-ից հետո ինչա տեղի ունենալու իր 60 տարեկանում, իր 70 տարեկանում, իր 80 տարեկանում։ Երբ որ ես ապաշխարեցի, ընդամենը 22 տարեկան էի։ 22 տարեկան էի։ Եվ 22 տարեկան հասակում արդեն նոր ապաշխարել եմ, ես դրանից 10 տարի հետո տեսնում էի։ Իմ 10 տարիները ես տեսնում եմ ինչ տարիներ լինելու իմ հոգևոր կյանքի մեջ։ Ինձ ոչ մեկ դա չի սովորացրել, ապա ես տեսնում էի 10 տարի հետո ինչա տեղի ունենալու իմ հետ։ Չեմ ասում ինչա տեղի ունենալու աշխարհի վրա, քաղաքում, երկրում, մեր ազգի մեջ, ապա իմ կյանքի մեջ։ Երբ որ 10 տարին անցավ, ես մտածեցի, որ պետքա տեսնել եւս մի 10 տարի են կողմ։ Հետո 10 տարին էլ անցավ, պետքա տեսնել եւս մեկ դեկադա, 10 տարի։ Ահա 30 տարի։ Ինչ եմ տեսնում սրանից հետո։ Ես ուզում եմ սահմանեք ձեզ համար տարի, թիվ։ Եթե դուք պատահական եք ապրում, անկապ եք ապրում, կգա ժամանակ, որ հանկարծ ձեզ այդ մի բան տեղի կունենա ու կմտածեք Աստված ջան, գոնե մի 2 տարի էլ ապրեմ, էլի 3 տարի, 5, լավ էլի գոնե մի 10 տարի։ Գիտեք, եթե մինչև այստեղ դուք ապրել եք 30, 40, 50, 60, 70, եթե դուք վերջում էլի չգիտեք թե ինչի համար պետք է ապրեք, ձեր խնդրած 5 տարին, 10 տարին 0 է, ոչ մի բան է։ Այսինքն ես ապրում եմ պատահական, հետո հանկարծ պատահական մեռնելու վրա եմ հայտնվում։ Հայտնվում եմ մահվան մահճակալին։ Եվ վերջում չգիտեմ ինչ եմ ուզում, ասում եմ մի քիչ եք ուզեի ապրեմ, հարց եմ տալիս, եթե 3 տարի սրանից հետո ապրես, որ խնդրում ես, հարց, ինչ պլան ունես 3 տարիների մեջ։ Ինչ ծրագիր ունես, ինչ ապագա ունես, ինչ պետք է անես։ Դե մի քիչ ապրեմ, որ թորնես տենամ, դա պլան չի։ Մի քիչ ապրեմ, որ տղուս ամուսնամ, դա պլան չի։ Դա երազանք չի, դա ստից բան է։ Եթե դու ուզում ես ապրել, իմաստությամբ ապրել, Աստծուն ծառայելու, պտուղ բերելու, դա ուրիշ հարց է։ Բայց դու չես կարող խաբես Աստծուն, ասես, գոնե քեզ ծառայի, դու 60 տարի չես ծառայի ասում։ Հանկարծ 3 տարին ուզում ես ծառայես։ Քեզ պետք է շուտ լիկվիդացնել ես երկրից այդ դեպքում։ Եվ դու գնաս։ Ծրագիր ունես, որ ուզում ես ապրես, դու չէիր մտածել։ Գնում եմ աղոթքի համար եմ ապրում, չէ, աղոթքի համար պետք չի ապրել։ Երկնքում հայլ կաղոթես ու կերկրպագես։ Ինչ ես տեսնում։ Եկեք մի տեղ կարդանք երկրորդ օրինացում։ Երկրորդ օրինաց։ Ձեզ մտածել եմ տալիս, որպեսզի
դուք որպեսզի դուք ձեր կյանքը անկապ չապրեք սրանից հետո։ Դե ինչ եղել է, տեսել ենք, ինչ է կլինի կտեսնենք, դա պատասխան չի, դա հիմարություն է։ Այդտեղ չկա իմաստություն։ Ինչ տեսել եմ, ինչ է կտեսնեմ, մի ասեք այդ ձև կամ հայ չեմ մտածել ինչ պետք է անեմ սրանից հետո, եթե ես ապրեմ օրինակ, եթե 10 տարի գոնե ձգվի։ Թագավորը, երբ որ լսեց, որ Աստված ասեց մեռնելու ես, նոր սկսեց մտածել ապրելու համար։ Շրջվեց դեպի պատը ու դառնորեն լաց եղավ։ Աստված իր կյանքը մի քիչ էլ ավելացրեց, մի 10 տարի։ Հետո ինչ արեց 10 տարվա մեջ։ Աստված գիտի, որ որոշները իրանց բժշկվելուց հետո չեն ապաշխարելու, մեկը դա է հարմար պահը, որ գնան այդտեղից։ Եվ դա պատասխանը չի, որ 80 տարեկանը մի հատ եկեք աղոթեք, որ էլի ապրի, պետք չի ժողովուրդ։ Եթե 80 տարեկանը ու պարկած ես մի հատ տոճկի անայում, ոչ մի բան չի մտածում, եթե 10 տարի էլ ապրես, մի տոճկի նայես, էլի բան չի մտածելու։ Իրան պետք է հեռանա այս աշխարհից, պետք է արձակել։ Երկրորդ օրինաց 34-րդ գլուխ։ Առաջի խոսքից Մովսեսը Մովաբի դաշտերից Նաբավ լեռան վրա Երիկովի դիմաց Փասգայի գագաթը ելավ եւ Տերը նրան ցույց տվեց բոլոր Գաղադի երկիրը մինչև Դան եւ բոլոր Նեփթայիմը, Եփրեմի, Մանասեի երկիրը, Հուդայի բոլոր երկիրը մինչև արևմտյան ծովը եւ հարավային կողմը, Երիկովի հովիտի դաշտը, արմավիների քաղաքը եւ մինչև Սեգով եւ Տերը նրան ասեց այս այն երկիրը, որի համար Աբրամին, Իսահակին, Հակոբին երդում արի, ասելով, որ քո սերունդիդ պիտի տամ։ Ճիշտ է։ Անկո աչքերիդ առաջ ցույց տվի, բայց դու այնտեղ չես մտնելու։ Վաու։ Բայց ուշադրություն դարձրիք, որ գրված է, ես խոստացել եմ Աբրամին, Իսահակին եւ Հակոբին, որ քո սերունդը պիտի մտնի։ Ցույց տվեց եւ Մովսեսը տեսավ։ Ինչ երկիր էր, Քանանի երկիր էր, ժողովուրդ, Բերի երկիր էր, կաթում մեղր բխող երկիր էր։ Ասես տեսար, ինչ տեսար։ Քանանի երկիրը։ Հով ջանից տեսնում եմ, ինչ ես տեսնում քեզ։ Ինչ ես տեսնում։ Ինչ ես տեսնում քեզ ապագայում եւ ինչ ես անում լավ, որ դու լավ ես անում։ Այդ հարցը ձեզ տվեք, այդ հարցին դուք ինքներդ ձեզ պատասխանեք։ Քանի տարեկան ես։ 50։ Քանի հատ նոր տարի ես հիշում։ Մի 43, 4, 5։ Հա մի 10 հատ էլ նոր տարի տեսար։ Հետո կարաս ասես ինչ կարա փոխվի, եթե դու պլան չունես։ Երբ որ ասում ես ես պիտի ապրեմ, չմեռնեմ, ապրելու համար պետք չի ապրել, պետք է ապրել Աստծո համար, որպեսզի Աստծո գործերը պատմեմ։ Պահիր հոգևորը, օրինակ Հռոմեացի 8:14-ը գրված է, որ նրանք էլ որ Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները։ Տուր ինձ իմաստություն Տեր, որովհետև ես ուզում եմ պահել հոգևոր անգամ, առաջնորդվել Սուրբ Հոգուց։ Թույլ տուր, որ Սուրբ Հոգին առաջնորդի քեզ։ Այստեղ գրված է, որ նրանք են Աստծո որդիները, ովքեր առաջնորդվում են Սուրբ Հոգուց։ Սաղմոս 23-ում գրված է, որ Տերը ինձ առաջնորդում է։ Տերը ինձ առաջնորդում է հանդարտ ջրերի մոտ եւ պարկասնում է խոտավետ արոտավայրերը, ճիշտ է։ Բայց մի բան ունեմ ասելու ձեզ բոլորիդ, որ մի քիչ վախենակ ես ուղությամբ։ Աստծո վախը թող գա, ընդհանրապես դա կարևոր է։ Շատ վտանգավոր է, եթե դու հայտնվես մահվան շուքի ձորի մեջ, բայց Տիրոջից առաջնորդություն չստանաս։ Եթե դու Աստծո որդի ես, ասում եմ, դու պետք է առաջնորդվես Սուրբ Հոգով, բայց եթե Տերը քո Տերն է, ինքը քեզ առաջնորդում է, դա շատ լավ է, բայց եթե Տերը քո Տերը չի, եւ դու հայտնվես հանկարծ մահվան իրավիճակների մեջ եւ այնտեղ դու առաջնորդություն չստանաս, դա սարսափելի է։
Իմ մարգարեն իմ շահն է, ժողովուրդ։ Ես այս բան եմ գրել իմ մոտ, Ովսե 12-ի 14-ը մեկ մարգարեով հանեց, Եգիպտոսից մեկ մարգարեով մտցրեց Քանան։ Իմ մարգարեն իմ շահն է։ Իմ մարգարեն իմ հովիվն է։ Ես չգիտեմ դուք որտեղ եք ել խոսքեր ման գալիս, թե ով է ձեր մարգարեն, բայց իմ մարգարեն իմ շահն է։ Գիտեք, ինձ թվում է ժամանակ է պետք որոշներիդ մի էլի 30-40 տարի, որ դուք սա հասկանաք։ Բայց ես սա վաղուց եմ հասկացել, որ իմ առաջնորդը, իմ հովիվը, իմ մարգարեն, երբ որ ինձ առաջնորդություն ա տվել, խոսք ա տվել, ես հաջողվել եմ դրա մեջ։ Ես չունեմ հերոստաքարոզիչներ, ես չունեմ հերոստամարգարեներ, որոնցով ես առաջնորդվում եմ։ Որովհետև բաներ կա, որ քեզ միայն սոցիալական մակարդակում, կենցաղային մակարդակում քեզ կարող է խորհուրդ տալ քո հովիվը։ Դու կարող ես լսել շատ մարգարեներին, բայց դա քեզ օգուտ չէ, ինչ ուժեղ մարգար է, ինչ բաներ մարգարեցավ։ Հարց եմ տալ, ինչ վերաբերմունք ունի դա քեզ հետ, ինչ կապ ունի քեզ հետ։ Ուղիղ քո հետ ինչ կապ ունի։ Ես չեմ վախում ասելու այս բաները։ Հոգեգալստական եկեղեցու ժամանակ հիշում եմ, հենց հարցը տուպիկ էր մտնում, եկեք բանկ ցենք։ Ինչ են ասում, վիճակ ձգենք։ Դրանցից մեկը մի հատ մեծ գլխարկ ուներ, հանում էր դնում, ոնց որ կալեդոցել են, այնտեղ վիճակ էին ձգում, թե մեր սարկավագին մենք սամասուդ ենք անում, կախաղան ենք անում, թե գնդակահարում։ 3 բան էին դնում։ Եվ դուրս էր գալիս 4-րդը, նրա կնոջը հեռացնել ծառայությունից։ Այսպես абսուրդ բաները շատ եմ տեսել։ Դա չի աշխատում հիմի, ոչ մի ձև չի աշխատում ստեղ։ Դրա համար իմ մարգարեն իմ շահն է։ Երբ որ պատմում եմ իմ հովին արդյունքները եւ հաջողությունը եւ հաղթանակները իմ, ինքը ասում է տենում ես, որ ականջ ես դնեմ, որ ականջ ես տալիս, ականջ ես դնեմ, հաջողվում ես։ Գիտեք շատերը չգիտեն, թե խի է ականջը դրված մարդու գլխի վրա։ Նկատել եք, որ ականջը ուղիղ կապ ունի գլխի հետ, մտքի հետ։ Եթե մարդը չի լսում, ինքը միտք չի առնում։ Եթե ինքը անգամ անլսելի ձայներ ա լսում, մտքեր ա լսում, դա կապված ա ուղիղ իր մտքի հետ։ Եվ շատերը չգիտեն, թե խի է սիրտը այդքան մոտիկ գլխին։ Չեն հասկանում, որ պետք է լսել, միտք առնել եւ որոշում կայացնել։ Եվ դրա համար շատերը հաջողություն չունեն։ Դա պաշտպանություն է, դա իմ շահն է։ Դա ինձ պաշտպանում է։ Գիտեք, եթե չլներ Աստծո մարդը, ես չգիտեմ ինչ կլներ ինձ հետ։ Ես չգիտեմ ինչ տեղի կունենար իմ կյանքի մեջ։ Բայց առաջի թագավորաց 22 գլխի 23 խոսքը այսպիսի մի հետաքրքիր բան ասում։ Բացեք, բայց լսեք ինձ։ Մի քիչ նախաբան կանեմ այս խոսքի համար, որովհետև որոշնետ պետք է այս պատմությունը իմանաք։ Ես հին ուխտի սիրահար եմ։ Չեմ ասում, տենց ուժեղ գիտակ եմ, բայց հին ուխտը ես ավելի լավ եմ հասկանում։ Եվ կարող եմ շատերիդ համար հին ուխտից նոր գանձեր բացեմ։ Այստեղ գրված է մի մարդու մասին, ով փախնում եւ գալիս է Դավիթի մոտ։ Այս մարդը քահանա էր, քահանայի որդի էր։ Սավուղ թագավորը սրով սպանել էր 70 քահանաների։ Գիտեք սա ինչ է նշանակում, ոնց որ ամբողջ քո կրոնական աշխարհի, քո երկրի կրոնական աշխարհին գլխատեն։ Սավուղ թագավորը իմանում է, որ Դավիթը քահանաների մոտ է տապկացել։ Եվ զորքը վերցրած գալիս եւ 70 քահանա գլխատում։ Մեկ մարդ է փախչում։ Մեկ մարդ է փրկվում։
Պատկերացնում եք, որ ձեզ փնտրեն, դուք փախչեք Էջմիածին եւ գերագույնը իմանա, որ դուք Էջմիածինի ինչ-որ մի տաճարում եք տապ կացել այդքան ժամանակ, հետո այդտեղից փախնեք, գերագույնը գա եւ սկսի գարեգին A, B, G, D սաղին գլխատի։ Նայեք։ Աքիտովբյան Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց եւ փախավ Դավիթի ետևից գնաց։ Աբիաթարը Դավիթին պատմեց, թե Սավուղը տիրոջ քահանաներին սպանել է։ Եվ Դավիթը Աբիաթարին ասեց. ես այն օրը գիտեի, թե Եդոմացի Դովեկը այնտեղ գտնվելով անշուշտ Սավուղին պիտի պատմի, Սավուղին խաբար են բերել, խաբար են տվել, քո հորը տանը բոլոր մարդկանց մահվանը ես պատճառ եղա։ Իմ մոտ նստիր, Դավիթն ասում է, իմ պատճառով եղավ այդ ամեն ինչը։ Իմ մոտ նստի, մի վախեցիր։ Քանզի իմ հոգին փնտրողը քո հոգին էլ է փնտրում, բայց դու իմ մոտ ապահով ես։ Որտեղ ես ապահով։ Դավիթի մոտ ես ապահով, որտեղ ծածկոց կա։ Իմաստությունը սա է, որ մնալ Դավիթի մոտ, նրա ծածկոցի տակ մնալ, որովհետև միայն պաշտպանությունը այնտեղ է։ Մնա իմ ծածկոցի տակ, մնա իմ պաշտպանության մոտ, որովհետև իմ մոտ դու ապահով ես։ Վերջնահաշվարկ, նա որ փնտրում է քեզ, փնտրում է նաև ինձ։ Նա որ ուզում է սպանել ինձ, նա նաև ուզում է սպանել քեզ։ Սատանան, որը փնտրում է ինձ, փնտրում է նաև քեզ։ Ով լսեց։ Եկեք մի տեղ ստեղ թողամ, բաց թողամ մի տեղ, ստեղ Պողոս Առաքյալի մասին է խոսքը։ Թե խոսանք։ Դուք ապրես քո օրերը, բայց։ Լավ, եկեք կարդանք։ Գործ 27։ Գործ 27 21 խոսքը։ Հիշում եք, որ Պողոս Առաքյալը կալանավորված էր։ Նրան նավով տանում էին։ Պողոսը նախորոք ասեց, որ այս նավը տեսնում եմ շատ դժվարություններով է տեղ հասնելու։ Բայց անձնակազմից ոչ մեկ այդ բան չի պատահի, որովհետև շատ օրերից ի վեր անոթի էին, սոված էին, ուտելու աչքներ ուտելու բան չէր գալիս։ Պողոսը նրանց մեջ կանգնելով ասեց, ով մարդիկ, պետք է որ դուք ինձ մտիկ անեիք։ Պետք է որ ինձ մտիկ անեիք եւ կրետից չելնեիք, որովհետև այս տառապանք ու վնասը չեք քաշի։ Հիմա ձեզ հորդորում եմ, որ սիրտ առնեք, ձեզանից մեկի անձին վնաս չի լինելու, միայն թե նավին, որովհետև այս գիշեր երևաց ինձ հրեշտակը այն Աստծով, որին եմ ես, եւ որ կպաշտեմ։ Պողոս Առաքյալն ասում է, որ կապրեք ձեր օրերը։ Պողոս Առաքյալն ասում է, քանի դեռ դուք ինձ հետ եք, դուք ողջ կմնաք։ Դուք օրերը կապրես։ Ամեն։ Հոբի 5:26-ը 5-րդ գլուխ 26 խոսք։ Ես լավ խոսք եմ ասելու։ Լավ խոսք եմ տալու ձեզ։ Սա հավատքի համար է եւ սա իմաստության համար է։ Լավ ծերացած գերեզման պիտի մտնես։ Գեդինը չտես մտնի։ Գերեզման պիտի մտնես, լավ ծերացած, աղե ծերացած։ Ցորենի խուրձերի պես, որոնք ժամանակին են դիզվում։ Ով լսեց։ Ով լսեց։ Հավատում եք, որ սա խոստմունք է, խոր ծերություն ապրելը մինչև։ Սա իմ խոստմունքն է, սա քո խոստմունքն է։ Սա իմ ու քո խոստմունքը պետք է լինի։ Ծննդոց 15:15-ում Աստված Աբրամին Եվ խոստմունք է տալիս, եւ Աբրամին տրված խոստմունքները պատկանում է ուղիղ ինձ եւ քեզ։ Եվ դու խաղաղությամբ քո հայրերին պիտի գնաս, լավ ծերացած պիտի թաղվես։ Դու ժամանակից շուտ չես մեռնի։ Դու ժամանակից շուտ չես մեռնի, ապա դու լավ ծերացած պիտի թաղվես։ Եվ խելքդ գլխիդ վրա։ Եվ ոչ թե ցնորված մի հատ պարավ։
պետք է հարգել մարգարեական ծածկոցը, գնահատել դաոցությունը։ Երկու հոգի գալիս են եկեղեցի մի օր։ Մեր եկեղեցին չէ։ Մի տեղ եկեղեցի են գնում։ Երկու հոգի։ Երկուսն են sense թուլասիրտ մարդիկ են։ Թուլասիրտ մարդիկ են, սկսում են դատել, քննադատել քարոզիչին։ Դե ինչ քարոզիչը կքարոզի, այնտեղ քարոզում է զոհաբերության կոչանողը։ Նախ եւ առաջ իրան են քննադատում, դատում, այստեղ փուստ տվեց։ Այստեղ ճիշտ չասեց։ Այստեղ սխալ ասեց։ Այստեղ սենց եղավ։ Այստեղ նենց եղավ։ Գիտեք, Զեմ մարդիկ հետո բարձամա հովնա, քարոզում հովին են ասում, այստեղ գրուբի սխալ թույլ տվեց։ Սանք թույլ սրտով մարդիկ են։ Բոլորն էլ բարձանում են բեմ և բոլորն էլ սխալն են թույլ տալիս։ Կողքից նայելը հեշտ է, երբ որ իրանց բերես տեղ դնես կանգնացնես այդտեղ իրանց բեմը։ Ես վստահ եմ, որ իրանք կարող է մեկի աչքնել հանեն։ Պետք է հարգել այդ օծությունը, պետք է հարգել այդ ծածկոցը, որովհետև դրա պատճառով դու կարող ես ողջ մնալ։ Եվ ժամանակներ հետո տվյալ դատող բամբասողներից մեկը Սամբո է եղնում միտեղ։ Դա արժենում է համարյա իր կյանքին։ Ասո ողորմությամբ այսօր ճիշտ է ինքը սաղ է, բայց հարցեր առաջանում իմ մոտ։ Եկեք թույլ չտանք դա։ Չորրորդ բանը, որ կուզեմ ասել, դա խիղճն է։ Ասեք խիղճ։ Գիտեք, Աստծո վախը միշտ երաշխավորում է կենդանի խիղճ։ Երբ որ դու Աստծո վախ ունես, Աստծո վախ կա քո մեջ, Աստծո նկատմամբ երկյուղ կա, դա երաշխավորում է կենդանի խիղճ քո մեջ, որովհետև խիղճը պետք է լինի կենդանի։ Առողջ խիղճը ստեղծում մեր մեջ Աստծո վախը, որը աշխատում է։ Աշխատող խիղճ է պետք ինձ ու քեզ, որ լսում է Աստծո ձայնը։ Հստակ լսում է Աստծո ձայնը մաքուր խիղճը։ Ինչ-որ բան կա, խնդիր կա, չէ՞ որ դու չես լսում Աստծո ձայնը կամ չես ընկալում։ Աստծո իմաստության չափման միավորը Աստծո ձայնը լսելու մեջ է։ Իմաստությունը արդեն խոսում է, որ մարդը լսում է Աստծո ձայնը։ Գիտեք, բունտը, ապստամբությունը դա հիմարություն է։ Դա կասկածի տակ է դնում, որ մարդը լսում է Աստծո ձայնը։ Անանազանդությունը դա խոսում է հիմարության մասին։ Դա բացակայում է, դա խոսում է իմաստության բացակայության մասին։ Մատթեոս 7:24-ում ասում է, նա որ իմ խոսքերը լսում եւ կատարում է։ Նրան իմաստուն մարդուն պետք է նմանացնեմ։ Ով որ լսում է իմ ձայնը եւ կատարում է, նա խելացի մարդ է։ Ով որ լսում է իմ ձայնը եւ չի լսում, նա հիմար մարդ է։ Ով որ լսում է Աստծո խոսքը եւ չի կատարում, անձրևները գալիս են, գետերը վազում են, ջրերը, գետերը խփում են այդ տանը եւ գրված է, որ փլուզում են այդ տունը։ Ով լսում է Աստծո խոսքը, ով կիրառում է Աստծո խոսքը, ով գործադրում է Աստծո խոսքը եւ կատարում է, Աստված նրան ասում է ինքը իմաստուն մարդ է։ Ուրեմն իմաստությունը դա ուղիղ կապ ունի Աստծո ձայնը լսելու հետ։ Երբ որ ես չեմ լսում Աստծո ձայնը, ուրեմն խնդիր կա իմ իմաստության հետ։ Ուրեմն ես չեմ լսում Աստծո ձայնը։ Ինձ ու քեզ մաքուր խիղճ, արթուն խիղճ է պետք, կենդանի խիղճ, որպեսզի Աստծո հետ շփվել։ Այնտեղ որտեղ Աստծո վախը չկա, նաև խիղճը, խղճմտանքը մեռած է։ Որտեղ չկա խիղճ, այնտեղ Աստծո իմաստությունը անհասանելի է։ Բաժանորդը անհասանելի է։ Շատ բաժանորդներ շատ անհասանելի են։ Շատ։ Դուք լսում եք ստեղ ու անում եք այնպես, ոնց որ թե դուք ոչ մի անգամ չեք լսել ստեղ։ 5-րդը խոստովանությունն է։
Գիտեք, խոստովանության պակասը իմաստության պակասն է։ Ոչ մի բանի համար չի խոստովանում։ Ոչ մի մեղք ինքը չունի։ Այդ դուերու ինքը չի։ Ոչ մի անգամ ինքը սխալ չի անում։ Ինքը սխալը չի տեսնում, ինքը մեղքը չի տեսնում, ինքը չի հասկանում, ինչի համար պետք է այս խոստովանեմ իմ մեղքը Աստծուն։ Դրա համար խնդիր կա, տեսեք, Հակոբոս 1:5-ում ասում է, եթե ձեզանից մեկը պակասել է իմաստությունից, դու խնդրի, Աստված նրան առատորեն տալիս է, չի ասում, շատ ես խնդրում, գիտես։ Գիտակցել, որ չի հերիքեմ, դա նշանակում է պետք է խոստովանել, որ չի հերիքեմ։ Գիտեք, երբ որ ես մի բան այն ձև չեմ ասում, երբ որ մի բան այն ձև չեմ անում, դա չի նշանակում ես վախենում եմ այդ բանը անեմ կամ չանեմ, ապա եթե ես տեսնում եմ ես ճիշտ չխոսացի, Իշում մեկի հետ շփվում եմ ու ես տեսնում եմ ճիշտ չխոսացի, դա ապացույց է, որ իմ մոտ իմաստության խնդիր կա։ Որի համար պետք է գալ եւ ասել, այո, ես հայտնաբերում եմ, որ իմաստության խնդիր կա, պակաս կա, ինձ թույլ իմաստություն տեր, որպեսզի այս մյուս խոսակցությունների ժամանակ կամ ընդհանրապես դրանից հետո ուրիշների հետ խոսակցության ժամանակ թույլ չտամ նույն սխալը։ Եթե մեկը անում այդ սխալը, ուրեմն իմանա, որ այդ մեկը պակասել է իմաստությունից։ Քայլերի մեջ, գործերի մեջ, խոսքերի մեջ մենք բոլորս պակասում ենք իմաստությունից եւ միշտ կարիք ունենք դրա։ Եվ ինչքան հաճախ մենք կարիք ունենք, այդքան հաճախ մենք կարիք ունենք ասելու դուր ինձ իմաստություն տեր։ Դուր ինձ իմաստուն սիրտ տեր, ուզում եմ իմ սիրտը լսող սիրտ լինի։ Սա էր խնդրում Սողոմոնը, ինձ դուր լսող սիրտ։ Լսելու համար չէ, որ ականջներդ մեծանա, լսելու համար, որ կատարես, որ սիրտդ մեծանա, որ սիրտդ լիքը տեղ ունենա Աստծո եւ նրա ձայնի համար։ Գիտեք, համաձայնվել եւ խոստովանել, որ ես տգետ եմ, իրոք ես հիմարություն արեցի։ Սա շատերին անգամ չի հերիքն, որ այդքան իմաստություն չունեն, որ ասեն այդքան բանը։ Ես մեղանչեցի։ Չգիտեմ, համաձայն ես, որ իմաստություն չունես, թե չէ։ Պետք է խոստովանել, չէ, մեզ իմաստություն է պետք, չէ, մի ասա մեզ, ասա ինձ իմաստություն է պետք, տեր ինձ տուր իմաստություն։ Արի քո հիմարությունը ուրիշների վրա մի տարածի։ Քեզ իմաստություն է պետք, ինձ իմաստություն է պետք։ Ես աղոթում եմ, որ Տերը քեզ տա իմաստություն անգամ։ Գիտեք, ամեն զրույցի մեջ, ամեն խոսակցության վերջում իմ հովը ինձ երկու բան ասում, միշտ օրհնում եմ քեզ, թող Տերը քեզ տա իմաստություն։ Հովի Միշայի բառերով ասեմ, իմաստունություն եւ օրհնում եմ։ Ես միշտ վերցնում եմ ինքը ինչ որ ինձ ասում է։ Ես միշտ վերցնում եմ։ Խոստովանությունը մեծ դեռ դալրիվը չի, որ պետք է ասենք, всё, խոստովանեցի, ես արդեն իմաստուն եմ։ Մեծամիտ անձիկ ընդհանրապես տգետ են լինում։ Եվ ոչ մի անգամ չեն խոստովանում, որ իրանք կարիք ունեն։ Գոռոզամիտ։ Գոռոզն ու տգետը դրանք երկվորյակներ են։ Լավ կլինի, որ դուք գրեք, որովհետև ժամանակ առ ժամանակ մենք տարվա մեջ մի անգամ իմաստության թեմա խոսում ենք։ Եվ միգուցե ես գամ մյուս տարի այլ ֆորմատից խոսամ իմաստությունը։ Իմաստությունը ինքը սիրում է բաց լինել, բաց։ Առակաց առաջի գլուխն է դա։ Առակաց առաջի գլուխ։ Ասեք, որ լավ ուսուցում ասա։ Նայ գրված է իմաստունը թող լսի։ Ստեղ կա իմաստուն մարդ։ Ասա ես իմաստուն եմ։ Ես իմաստություն եմ ուզում Տիրոջից, որ ավելի իմաստուն լինեմ։ Իմաստունը թող ավելի իմաստուն լինի։ Իմաստունը թող լսի եւ իմաստությունը ավելացնի։ Որովհետեւ իմաստունին երբեք դա չպետք է ասի, հերիք է ինձ։ Ինքը պետք է միշտ ասի, ես միշտ կարիք ունեմ իմաստության։ Ու հանճարեղ մարդը խոհեմություն ստանա։ Իմաստուն մարդը սիրում է սովորելը։ Իմաստուն մարդը սիրում է սովորելը։ Ով է սիրում սովորի։ Սովորել։
Սա Լենին պապիկը չի ասել, սա Հիսուսն է ասել։ Ասել է ինձանից սովորեք։ Ամեն։ Իմաստուն մարդը, խելացի մարդը, սիրում է սովորել անգամ երեխայից։ Իմաստուն մարդը սիրում է սովորել մրջունից։ Սողոմոնից մեծն ես դու, հա? Ասում է, ով ծույլ, գնա մրջունի մոտ և սովորի նրանից։ Իմաստուն մարդը սիրում է սովորել մորմոնջից էլ, մրջունից։ Իմաստուն մարդը սիրում է սովորել քարերից և թփերից։ Եթե դու կարդաք Առակաց գիրքը, դու կտեսնեք, թե Սողոմոնը բոլոր օրինակները բերում է, և չկա այդ ձև բան, և սա բայթակույն ասեց, ես քո մասին կեսն է չէի լսել, քո մասին կեսն է չէին բացել, ասել, և նա եկավ ամեն ինչից հարցնում էր, և նա խոսած մեղրից, խոսած մեղուից, խոսած մրջունից, խոսած ճագարներից, խոսած կյանքից, խոսած բնությունից, խոսած հարստությունից, խոսած թագավորներից, իշխաններից, ովքեր հիմար են, ոտքով են քայլում։ Իսկ կրոնավոր հավատացյալները, որոնք սարսափում են բարգավաճումից, ասում են, դե ուրեմն քո հոգևոր չի, որ ինքը հարուստ է։ Ասում է, տեսա չարիք երկրի արևի տակ, որ ասում է, երկրի վրա ասում է, իշխանները հետնիոտ էին քայլում, իսկ ծառաներ տեսա, որ ձիերով են հեծում, Porsche Cayenne-ներով, BMW-ներով, Mercedes-ներով։ Իմաստուն մարդը ինքը ավելացնում է իր իմաստությունը, շատացնում է իր գիտությունը, հանճարը։ Իմաստուն մարդիկ իրանք խորհուրդը ընկալում են։ Ով Միշան բավական ասի, понял намек, всё, հասկացա։ Պետք չի դա մասին ես, երկար բարակ հեքիաթների մեջ ունեմ, ուզում եք ձեր հարազատներ փրկվեն, չեմ լսում, էլի չլսեցի, ճիշտն ասած, լավ չի լսում, Չորրորդ թագավորա 4 գլուխ 29 խոսքը։ Չէ, 5-րդ գլուխն է, Նեհեմյանն է։ Նեհեմյանին Եղիսեն 5-րդ գլուխն է, դուք նշեք, բայց հետո, եթե ուզեք կկարդաք, սա գեղեցիկ իլյուստրացիա է, սիրում եմ ես 5-րդ գլխի իլյուստրացիան։ Գեզին Եղիսեն ասում է, գնա սուզվի Հորդանանում 7 անգամ։ Նեհեմյանը բարկանում է, կնեք, Նեհեմյանը Գեզին չէ։ Եղիսեն Նեհեմյանին ասում է, գնա սուզվի 7 անգամ։ Նեհեմյանը բարկանում և ասում է, մենք ավելի լավ մաքուր գետեր ունենք։ Չէր կարում ասի գնա մաքուր։ Ուղղակի ասեմ, որ իմաստությունը խորհուրդը ընդունում է։ Եվ սա գազազեց, դուրս եկավ ասեց, չեմ անի այդ բանը։ Բայց ընդամենը մեկը մոտեցավ, ասավ, քեզ մեծ բան է չի ասում այդքան։ Եվ որոշումը փոխեց։ Նախկին որոշում փոխելը դա իմաստություն է։ Շատերը իրանց ոտը դրել են, 2 ոտը դրել մի մաշիկի մեջ ու իրանց որոշումը չեն փոխում։ Թքել են ու չեն լիզելու։ Դա իմաստություն չի։ Միգուցե պետքա վերանայես քո քայլը։ Նեհեմյանը վերանայեց իր քայլը, ընդունեց խորհուրդը եւ ընկալեց խորհուրդը։ Իմաստության հանդեպ պետքա ունենալ գիրք 7-րդ գիրք իրերի նկատմամբ պետքա ունենալ
Ինչ, արժե համակարգ, հասկանալ, որ դա արժեքավոր բան է։ Օրինակ տուն, փող, մեքենա, զարդ, չէ, փող, ոսկի, շոր, կոշիկ, ուտելիք, չէ, որից ուրախանում է մարդը։ Աշխարհի մարդիկ ուրախանում են, չէ։ Մենք էլ ենք, չէ, ուրախանում այդ բանից։ Չկա այս բան, որ մեկը չի ուրախանում։ Եթե մեկը չի ուրախանում, ասեք այսօր, հենց այսօր ես ձեզ ասա, որ ես չեմ ուրախանում, հենց այսօր ես քեզ մի զույգ կոշիկ նվիրեմ, տես ոնց ես ուրախանում։ Ինչն են գնահատում ամենաշատը։ Առակների 2-րդ գլխի 6 առաջի խոսքը, Առակաց 2-րդ գլուխ, առաջի խոսքը։ Չէ, լավ բան եմ ասում, թե չէ։ Չէ, նայեք, իրականում դա արժեքներ է, իմաստությունը ինքը կիրք ունի, մղում ունի, ձգտում ունի, ունենալու արժեքներ։ Եթե տունա ձեռք բերեմ, դա արժեք է, ճիշտ է։ Կարաք ասեք, որ հիմար մարդը կարա տուն ձեռք բերի։ Խելացի մարդիկ, իմաստուն մարդիկ ձգտում են դրան ունենալ։ Դու ուզում ես փող ունենալ։ Ասա ինձ տուր իմաստություն տեր։ Որտեւ իմաստությունը ինքը ձգտում է ունենալ։ Եվ ինքը ունի այդ գիրքը, հավատացեք ես ինչ որ ես նշեցի, տուն, մեքենա, զարդ, փող, ինքը ձգտում է ունենալ իմաստությունը։ Կրոնավորներն են, որ ասում, չէ, դա սխալ է։ Կրոնը ոգի է, դև է, աղքատությունը դև է։ Նայեք գրված է այստեղ 2-րդ գլխի առաջի խոսքը։ Որցյակ իմ խոսքերս, եթե իմ խոսքերս ընդունես, իմ պատվիրանները պահես, այնպես որ ականջդ իմաստության տաս, սիրտդ հանճարի տաս, եթե դու իմաստությունը քեզ կանչես եւ քո ձայնը հանճարին ուղարկես, ուղես, եթե նրան արծաթի պես փնտրես, ծածուկ գանձերի պես խնդրես, այն ժամանակ Տիրոջ վախը պիտի հասկանաս եւ Տիրոջ գիտությունը պիտի գտնես, որովհետեւ Տերը տալիս է իմաստություն։ Գիտություն ու հանճարը նրա բերանից են։ Շարունակենք, արժեքը, իմաստության արժեքը կամ բանալին եկամուտ ստանալն է։ Ինչին եք արժեք տալիս, որ բաներն են ձեզ համար արժեքավոր։ Իմաստությունն է, որ ձեռք է բերում այդ բաները։ Եսայի 33:6 Եսայի 33:6 Օ, ես քեզ հետ համաձայն չեմ։ Ես քո հետ համաձայն չեմ։ Իմաստությունը ինչ գործ ունի նյութական բաների հետ։ Գործ ունի։ Սողոմոնը հենց նեն չէր իմաստուն։ Եվ Սողոմոնը անգամ հարուստ էր, եւ իր հարստությունը իմաստությունն էր քաշել։ Դուր ինձ իմաստություն։ Ինչքան դուք իմաստության մեջ բարձանաք, դուք կտեսնեք, որ ձեր 4 կողքը բաները փոխվում։ 6-րդ խոսքում քո ժամանակներիդ հաստատությունը ու փրկությանը զորությունը, իմաստությունը եւ գիտությունը պիտի լինի Տիրոջ վախը նրա գանձն է։ Տիրոջ վախը նրա գանձն է։ Կգա քո ապահովությունը այն ժամանակ։ Փրկության առատությունը, իմաստությունն ու գիտելիքը, Տիրոջ վախը կլինի քո գանձը։ Աստված մարդուն տալիս է ճիշտ հասկանալու եւ ճիշտ ապրելու կարողություն։ Չկա կայուն հարաբերություններ, չկա կայուն էկոնոմիկա, չկա կայուն բիզնես, չկա կայուն ընտանիք, չկա կայուն գներ։ Կարաք ասեք պատճառը որն է։ Իմաստության պակասն է։ Տեսնում եք ինչա կատարվում երկրում, աշխարհում։ Անընդհատ գները տատանվում է, մարդիկ վատ են ապրում, գնալով ավելի վատ են ապրում։ Ովքեր են կառավարում աշխարհը, ովքեր են կառավարում երկիրը, պետությունները, քաղաքները, եւ ինչի է ժողովրդի մոտ խնդիր, որովհետեւ իմաստությամբ չեն կառավարում երկիրը։ Դրա համար կա այժմ մեծ կատաստրոֆա։ Ընտանիքները քանդվում են, որովհետեւ իմաստություն չկա։
Փող չկա, իմաստություն չկա։ Գները տատանվում են, իմաստություն չկա, էկոնոմիկան քանդվում է, իմաստություն չկա։ Հարաբերությունները կայուն չեն, որովհետև իմաստություն չկա։ Ես սիրում եմ, երբ որ կայուն է լինում հարաբերությունները, չեմ սիրում նրանց, ովքեր հիմարաբար հարաբերությունները փչացնում են։ Մարդիկ ուզում են հարաբերություն շինեն, ստեղծեն եւ մի անգամ են հանդիպել եւ ուզում են նորից տեսնեն, նորից հանդիպեն, նորից շփվեն, նորից խոսան։ Նորից են հայտնվում մեր քաղաքում եւ ասում են, ուզում ենք խոսանք այդ մարդու հետ էլի։ Ուզում ենք շփվենք այդ մարդու հետ էլի։ Ցույց տուր կայունություն, ես ցույց կտամ, որ նրա հետևը կանգնած է իմաստությունը։ Ցույց տուր ինձ անկայունություն, ես է ցույց կտամ, որ դրա հետևը կանգնած է հիմարությունը կամ իմաստության պակասը։ Նա որ իմ խոսքերը լսում է եւ կատարում է, ես նրան պիտի նմանեցնեմ եւ պիտի ասեմ, որ ինքը իմաստուն է։ Աստված ինքը աղբյուրն է իմաստության, բայց երբ որ դու լսում ես եւ կատարում ես, ինքը ասում է, ինձ է նմանվում։ Դու լսում ես, նրան ես նմանվում։ Դու չես լսում, նրան չես նմանվում։ Լսի քո շանը, մի օր դու կսկսես իրան նմանվել։ Եվ քո շունն է քեզ ալսում եւ դուք երկուսով իրար նման եք։ Նկատել եք, շատերի շներ իրանց տերերի նման են։ Ես չեմ աղոթում իմ տանը խաղաղություն լինի, Աստված ջան, իմ տանը խաղաղություն լինի։ Իմ տունը պատերազմի դաշտ է դար, իմ տունը երրորդ համաշխարհային պատերազմն է։ Իմաստություն չկա քո տան մեջ, դրա համար պատերազմ է քո տան մեջ։ Խաղաղություն չկա, որովհետև իմաստություն չկա քո տանդ։ Իմ տանը սերվանդի վրա էր դրված իմաստությունը, ոչ քո գլխի եւ սրտի մեջ պետք է լինի։ Եվ դու պետք է վարվես իմաստությամբ։ Ինչքան եմ ես խորհուրդ տալի, թե ինչ պետք է անել, եւ գնում ասում, ոնց ես կարամ անեմ։ Եթե դու չես լսում, քո խաղաղությունը ձգձգվում է։ Ոչ մի դեսպան չի փրկի։ Իմաստությունը կանգնած է իմաստության հետևը կանգնած է զանազանությունը։ Զանազանության հետևը կանգնած է իմաստությունը, կներեք։ Մարդիկ չեն զանազանում աթարը հացից, պրովուլկեն ոսկուց, չեն տարբերում։ Խոսքս դրա մասին չի, որ դուք ոսկին տեսել չեք ջոգում, դա ոսկյա թե չէ։ Շատերը զանազանություն չունեն։ Սա հովիվ է, թե մովիվ է։ Ժողովող 8 առաջի խոսքում գրված է իմաստունի պես ով կա, որ խոսքի մեկնությունը գիտենա։ Մարդու իմաստությունը նրա երեսը փայլեցնում է եւ նրա երեսի պատոշությունը փոխում է պնդությունը։ Իմաստուն մարդկանց երեսը փայլում է։ Ցույց տուր մարդուն, որ իմաստուն է, ես է ցույց կտամ, որ մարդը փայլում է։ Դա գրված է Դանիելի 12:3-ում, որ արդարները երկնքի հաստատության մեջ պիտի փայլեն, իմաստունները կներեք։ Իմաստությունը կանգնած է զանազանության եւ փառքի ետևում։ Մարկոս 6:2 Ես հենց կետեր եմ ասում, բայց գլխավոր կետեր չեմ ասում։ Իմաստության հետևը կանգնած է իմաստությունը կանգնած է սխրագործությունների հետևին։ Մարկոս 6:2 Ասեք սխրագործություն։ Երթամ քեզի խնձոր բերեմ։ Գնաց խնձորը բերեց։ Թորիկը դա սխրագործություն էր։ Բայց նայեք գրված է երկրորդ խոսքում, երբ շաբաթ օրը հասավ, սկսեց ժողովարդների մեջ սովորացնել։ Շատերը լսելով զարմանում եւ ասում են. «Սա որտեղից ունի այս
Եվ այս ինչ իմաստություն է սրան տրված, որ այսպիսի հրաշքներ են լինում սրա ձեռքով։ Ինչա տրված։ Չլսեցի։ Ինչա տրված, որ հրաշքներ ա լինում։ Չէ։ Ասում այսինչ իմաստություն է տրված սրան, որ ինքը իշխանությամբ խոսում է, քարոզում ծառայում է։ Ինչա պետք։ Բա մենք գիտենք, թե զորություն ա մեզ պետք։ Իմաստությունը զորություն է։ Անսովոր սխրանքներ, սա իմաստության ֆունկցիան է։ Իմաստությունը կյանքը պահելու համար է տրված։ Քո կյանքի հետևը իմաստությունը պետք է կանգնի։ Առակաց 3-րդ գլուխ։ Առակաց 3-րդ գլուխ 13 խոսքը Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտնում, այն մարդուն, որ հանճար է ստանում, նրա շահը արծաթի շահից լավն է, նրա արդյունքը զուտ ոսկի է, նա գոհարների պատվական է և քո բոլոր ցանկալի բաները չեն կարող նրան համեմատվել, նրա աջ ձեռքի մեջ օրերի երկարություն կա, ձախի մեջ հարստություն և փառք կա։ Սա ուժեղ է, ճիշտ է։ 13 գլուխը նայենք։ Տեսեք ինչ ասում 14 խոսքը։ Իմաստունին օրենքը կյանքի աղբյուր է, մահվան որոգայթից զատ մնալու համար։ 15-24 Կյանքի ճամփան խոհեմ մարդը դեպի վեր է տանում, որպեսզի վարի դժոխքից հեռացնի։ Իմաստությունը քեզ զատում է մահից։ Իմաստությունը քեզ կյանքի տարիներ է տալիս եւ հարստություն։ Իմաստությունը միացնում է կյանքը հեռացնում է քեզ մահից։ Ինչքան մարդիկ, որ գիտակցեցին, ինքները իրանց եկան, իրանք ապրեցին շարունակ։ Ասեք երկարակեցություն։ Հոբը ասեց լավ ծերացած պիտի գնա։ Աբրամին ասեց լավ ծերացած պիտի գնաս։ Դրա հետևը կանգնած է իմաստությունը։ Երկարակեցության հետևը կանգնած է իմաստությունը։ Տուր ինձ իմաստություն Տեր։ Քո կյանքը պահում է հենց Աստծո իմաստությունը։ Հոբ 28 Հոգնացրի, չէ, ես կամ տեղեր ասեցի։ Դպրոցը մեզ կամ չենք գրե։ 9-րդ խոսք, 28-9-րդ։ Նայեք ասում է մարդը իր ձեռքը երկարացնում է ապարաժներին, լեռների հիմքերն է տապալում, վավ, սա իմաստությունն է անում, իմաստությունը ժողովուրդ լեռներ է շրջում, իմաստությունը ապարաժներ է փլում, ապարաժները ճեղքելով նրա մեջից վտակներ են անցնում, իմաստուն մարդը ինքը ապարաժներ է պատրում և կյանք այնտեղից բխում, նրա աչքը տեսնում է ամեն թանկագին բանը, իմաստունը տեսնում է, որ դրա մեջ արժեք կա, ինչ որ ինքը անում է, դրա մեջ գին կա, դրա մեջ թանկ բան կա, դա իմաստությունն է, որը լուծում է դժվար խնդիրները, հարցեր կա, որ ես դու չեն կարողանում կատարել, ինձ քեզ տիրոջ իմաստությունն է պետք, դա կատարելու կամ իրավիճակը փոխելու, ասում է ինքը դրա մեջ թանկարժեք բան է տեսնում, դու եթե իմանաս, որ այդ սարը շուր տաս, դրա տակ թանկ բան կա, շուր կտաս այդ սարը, մարդիկ հանքեր են փորում, սարեր են փորում, իջնում են երկրի ընդերքներ, այնտեղ ոսկի են գտել, հենց նենց են անում ժողովուրդ, հենց նենց են, որ գտնում են այդ ոսկու երակը,
Քիչ վերև գրված է, որ ոսկու երակը այնտեղ է, Աստված գիտի որտեղ է։ Մեր Արմանիսի հանքը գտել էր ոսկու երակը, ճապոնական թանկարժեք ապարատներ են բերել, դրել անալիզ են արել, նկարել են, գտել է, չգիտեմ քանի կիլոմետրի վրա ներքև, ոսկու լավ երակա գտե։ Եվ սրա մասին ժամանակ առ ժամանակ ինձ ինֆորմացնում էին հանքից։ Դա էլ ինձ մոտիվացնում էր աղոթել հանքի դեմ։ Եվ մենք ստեղ աղոթք արեցինք եւ ասեցի, թող այդ երակը փախչի, որովհետեւ ես գիտեմ, որ ոսկու երակը կարա փախնի։ Եվ հոբը դրա մասին ասում է, դու գիտես որտեղ է երակը, ոսկու, Աստված գիտի որտեղ է, եւ նա կարա շրջվի եւ փախնի, որովհետեւ ոսկին եւ արծաթը իմս է, ասում է Տերը։ Իմաստությունը փորում է, որովհետեւ գիտի այնտեղ ոսկի կա, թանկարժեք բան կա, արժեք կա այնտեղ։ Ինչ որ անհնար է թվում, նա շուռ է տալիս։ Խնդրի այդ հարցը Տիրոջից։ Հալելույա։ Իմաստությունը դա հանելուկի լուծում է։ Միտեղ կարդանք իրար այդ Հակոբոս 3-րդ գլուխ։ Իմաստությունը հանելուկ լուծել է։ Բոլոր այդ լրիվ դժվար հանելուկները Սողոմոնը լուծում էր։ 13 մինչև 18 խոսքը։ Նայեք, ձեր մեջ իմաստուն եւ խելացի ով կա։ Հակոբոսը հարցնում է եկեղեցուն։ Ինձ ու քեզ հարցնում է, հեյ, ձեր մեջ իմաստուն ու խելացի մարդ կա։ Ասեք, կա ժողովուրդ։ Թող նա իր բարի վարմունքով ցույց տա իր գործերը եւ իմաստությամբ, հեզությունով։ Ապա եթե դառը նախանց հակառակություն ունենաք ձեր սրտերի մեջ մի բարձեցեք ու ճշմարտությունը ստին մի փոխեք։ Այս իմաստությունը վերևից չէ, երկրավոր է, շնչավոր է, դիվական է։ Նայեք, քանզի որտեղ որ նախանց կա, կռիվ կա, այնտեղ ամեն անկարգությունը կա, ամեն չար բաներն էլ կա։ Ինչա նշանակում սա։ Նշանակում է, որ բայց վերի իմաստությունը նախ սուրբ է, հետո խաղաղարար, հլու հես, ողորմության բարի պտուղներով լցված, անկողմնակալ է, ինքը անկեղծ է։ Նայեք իմաստության ներկայությունը, որտեղ կռիվ չկա, որտեղ նախանց բարկություն, իրար չեն գզում, այնտեղ կա նախ խաղաղություն։ Եթե խաղաղություն չկա հարաբերությունների մեջ, իմաստություն չկա։ Տեսել եք այդ տեղը։ Դուք գիտեք այդ տեղը, բայց չեք պատկերացնում, թե դա որտեղ են օգտագործում եւ ինչից հետո են ուտում։ Խաղաղությունը հաճելի բան է։ Ճիշտ է։ Լարվածությունը նշան է, որ խոհեմություն չկա։ Տրամաբանություն չկա, ողջամտություն չկա, բացակայում այդ բաները։ Ամենուրեք որտեղ լարվածություն կա, դա խոսում է իմաստության անկազմակերպ բաների մասին։ Այսինքն դա բանկրոտ վիճակ է։ Կյանքդ լարված է, լարված ես։ Թևավոր խոսք ասեմ։ Կարելի է, անեկդոտ չի դա։ Անեկդոտ եմ պատմեմ ստեղ, անեկդոտ եմ պատմեմ։ Իմաստուն մարդիկ ուսով փիղ են տանում։ Հիմար մարդիկ մրջունին տանելու ժամանակ նենց են քրդնում։ Սա իմաստության տարբերություններն էր։ Իմաստությունը հաղթանակի բանալին է։ Բոլոր պայքարների մեջ։ Ժողովող 9:18-ը ես պրծնում եմ։ Ես ավարտում եմ այսօր։ Ժողովող 9:18 Իմաստությունը պատերազմական զենքերից լավ է, բայց մեկ մեղավորը շատ բարիքների կորուստի պատճառ է դառնում։ Տեսակ։ 10:10-ում էլ գրված է.
10-10 է գրված, այսինքն իմաստությունը ինքը կռվի մեջ հաղթում է, 10-10 ասում է, եթե երկաթ, այսինքն կացինը քորացել է, բթացել է, նրա բերանը քոր է, այսինքն այն ժամանակ այդ մարդը ասում է, իր ուժը պետք է կրկնապատկի, բայց իմաստությունը օգնում է, որ հաջողվի, քոր կացինը դա իմաստության բացակայությունն է, սուր կացինը դա իմաստությունն է, իմաստությունը ունի այս ձև բան, եկամուտ, եթե տապորդ սուր է, ինքը եկամուտ կբերի, տապորդ քոր է, դու քո ուժով և ջանքերով ես աշխատելու, իմաստությունն է ավելացնում կամ շատացնում կյանքի մեջ հարստությունը, տեսեք Եզեկիելի 28-ը, խնդրում եմ չքաղաքականացնեք այս տեղը, որովհետև շատերը քաղաքականացնում են այս տեղը, չէ քաղաքականացնել, այստեղ կոնկրետ սա Աստծո խոսքն է, 4 խոսքեմ 28, Եզեկիելի 28 4 խոսքեմ ասում է իմաստությունովդ և հանճարովդ քեզ հարստություն ստացար և գանձերիդ մեջ ոսկի և արծաթ հավաքեցիր, ինչով? Իմաստությամբ, իմաստությունը գիտի ճիշտ վայրը, ճիշտ մարդը, ճիշտ ժամանակը, ամեն, ճիշտ է, տեսեք սա իմաստությունն անում, երբ որ դուք իմաստություն խնդրեք Աստծուց, դուք կսկսեք տեսնել, հասկանալ, թե ինչ է պետք անել, երբ որ իմաստություն է գալիս, դուք հասկանում եք ինչ անել, իմաստությունը գիտի ինչ անի, դու փակուղու մեջ ես, պատկի ասա դու տուպիկի մեջ ես, դու չգիտես ինչ անես, ավելի շուտ մի գորաղ, խելքից դուրս գորա, դա չի օգնելու քեզ, դու վախից ես եւի գորը, քեզ պետք է այդ իրավիճակում խնդրես իմաստություն, ժողովուրդը 5000 մարդ է հավաքվել, պետք է իրանց կերակրել, մինչև հետ ուղարկե ժողովրդին, մինչև գնան, մինչև հետ գան, նույն բանն է ստացվելու, Եվ Հիսուս ասեց, դուք տվեք իրանց ուտելու, հիշում եք ես խոսքը, գրված է ինքը սա փորձում էր, թե նա ինչ կասեն, բայց Հովանես 6:6-ում գրված է ինքը գիտեր, ինչ պետք է անի, սա իմաստությունն է, տուր ինձ իմաստություն, բոլոր հարաբերությունները, բոլոր մակարդակները, ընտանիքը, քաղաքական գործիչների հետ, էկոնոմիկայի մեջ, ամեն վերաբերմունքների մեջ, ամեն հարաբերությունների մեջ, ամեն մոտեցումների, ամեն մոտիվների մեջ, տուր իմաստություն։ Մի բան ասեմ ձեզ, շատերիդ պատճառով ձեր հարազատները դժոխք են գնալ, ձեր անիմաստության պատճառով։ Եթե դուք հավատացյալ եք ու մեղավոր, Ձեր արած զոհերը զրո է այդ դեպքում։ Եթե դուք իմաստությամբ չեք վարվում ու գայթակղություն եք լինում ձեր հարազատներին։ Տուր ինձ իմաստություն։ Վերջի երկու ծառայությունն է, որ ես կանեմ, Քրիստոսի արյան մասին պետք է խոսամ։ Ապրիլի 5-ին զատիկա։ Բոլորդ եկեք ծառայության։ Աստված ինձ լավ խոսք է տվել, իմ սրտի մեջ լավ խոսք է։ Մի խոսք 3 եմ գրել Եբրայեցիների 11:28-29 խոսքից։ Դա եք խոսամ։
Վաղ աղոթք չի լինի առավոտ եւ երեկոյան կլինի ծառայողական ժամը 6-ին։ Մենք իր այդ պետքա խոսանք, մենք իր այդ պետքա զրուցենք։ Միշտ եմ ես խնդրում տուր ինձ իմաստություն, ես իմաստությամբ չվարվեցի, ես զգում եմ, որ թերացել եմ, ես զգում եմ, որ պակասել եմ, ես ժամանակ առ ժամանակ երկինք եմ բարձրացնում իմ ձեռքերը, ես հավատում եմ, որ խնդրում եմ, ոչ թե իմաստություն, իմաստության համար, իմաստություն եմ խնդրում կոնկրետ իրավիճակի համար, իրավիճակի մեջ։ Մեզ մոտ դեպք կա պատահել, ու մենք չենք իմանում ինչ անենք, մի օր, 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, 6 օր, 7 օր, 10 օր, չենք իմանում ինչ անենք, լուծումը չգիտենք որն է։ Գիտեք, լուծումը շատերի մոտ հեշտ է այս ձև, չի կամ լուծի, հերն էլ անիծած։ Երկու մարդ իր այդ հարաբերություն չեն կարողանում լուծեն, օրինակ, մտածում են, որ ավելի լավ է պետք է կտրել։ Դու գնա ձեր տուն, ես եմ մեր տուն, գնանք ամենքս շրջվենք մեր կյանքով գնանք ապրենք, սա հեշտ է, սա կոմպրոմիսային է, բայց իմաստություն խնդրել, որպեսզի իմանալ ինչ անել, որտև Տերը գիտի որտեղ է ձուկը սատերով։ Մենք այդ իրավիճակի մեջ ես չեմ խոսում, ես չգիտեմ ինչ խոսամ, չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ ինչ անել, երբ որ դուք չգիտեք ինչ խոսալ կամ ինչ անել, խնդրում ոչ մի բան, ոչ խոսացեք, ոչ էլ արեք, որովհետև մի հիմարությունը ծնելու է ուրիշ հիմարություն։ Ձեզ մի բան ասեմ ժողովուրդ, կարաք ասեք որտեղ է ոսկին եւ արծաթը։ Պատասխանը սխալ է, Աստծու մոտ, ստեղ լսում եմ Աստծու մոտ որտեղ, երկնքում, հա, ենթադրենք երկնքում ոսկի է սաղ, բայց դա քեզ ինչ, քեզով կտա, երկնքից ով բարդուր կտա քեզ մի հատ, կամ բրուշատ կա մի հատ, հասկացանք, բայց որտեղ է ոսկին, դու գիտեք, հա, որտեղ է ոսկին, հա, լա առաջ իր ադմ խոսացեք, ներքև է, լաուր ասում է գետնի տակինը, դուք խոսացեք լա, ոսկին որտեղ է, հա, չեմ լսում, ես առաջ իր ադը պասիվ է, որտեղ է ոսկին, լավ, ոսկին եկեք վերացենք թղթադրամի, դրա հետևին արժեք կա, արժույթն է դա, որտեղ կա փող, բանկը, չէ, բանկը շատը կա, քունը չի դա ուրիշի փողերն է, ուրիշի փողերը, մի հաշվի ու մի խումար մի խաղա ուրիշի փողերը, հա, եկեք գրազգանք ստեղ բոլորը համարյա գիտեն որտեղ է փողը, բայց չգիտեն ոնց ասեն դա, չեն կարողան ձևակերպեն այդ միտքը, շատերը գիտեք որտեղ գիտեն որտեղ է փողերը, բանկը վարկով, անուն ինչեր են բանի են, որ մտնում են գետնի տակ, հեռախոսի կապը կտրվում է, լոմբարդ, շատ է գիտեն, որ լոմբարդում կա, մի տեղ էլ կա, շատերը գիտեն, որ Եգիպտոսում կա, բուրգերում փող կա, ընդեղ են գնում, սա սխալ անհիմն իմաստություններ է, երբ որ ես քարոզում եմ, դուք չեք լսում ինձ, ես հանգիստ սովորացնում եմ ուղիղ մի ժամ ավել, ես ասում եմ, որ իմաստությունը, ասում եմ, գիտի որտեղ է գանձը, իմաստությունը գիտի, խեմ ասում, դուք պետք է իմաստություն խնդրեք, որտև ինքը գիտի ամեն մեկի համար, թե որտեղ է փողը, որտեղ է գումարը, ես գիտեմ որտեղ է իմ գումարները և նրանք գալիս են, նրանք միշտ գտնում են ինձ, նրանք լոմբարդում չեն, նրանք բանկում չեն, նրանք պերամիդաներում չեն, ասեք տուր ինձ իմաստություն, որովհետև դա ընդեղ չի,
Շատ եք չարչարվել, դեռ շատ ջուր ա քաշելու այդ ձեր խմորը։ Վստահ եք ու չի թխվելու։ Որտեղ ակու կյանքի ապահովություն եւ պաշտպանությունը, նրա հետևին կանգնած է իմաստություն։ 50 տարեկան, 53 եմ ելնում հեսա, 60, 70, 80, դեռ 30 տարի ամենակիչը, ես տեսնում եմ իմ կյանքի այդ տարիները, 10, 20, 30, ու ես ծառայում եմ դեռ։ Ինձ պետք չի 120 տարի ապրեմ, ես չեմ ուզում, ինձ պետք է մի բանել, մի քիչ շուտ այս աշխարհից թռնել, հեռանալ ստեղից, вообще մաքրվել այս աշխարհից, դուրս գալ։ Դժվար կլինի, ճիշտ է, շատերը կլացեն, միգուցե կուրախանան շատերը, վերջապես բրծանք սրանից։ Տունդ կոնֆլիկտ է, անընդհատ կոնֆլիկտ է։ Իմաստության երեսը չի երևում այնտեղ։ Տուր ինձ իմաստություն։ Խաղություն չկա քո մեջ, իմաստություն չկա քո մեջ։ Տուր ինձ իմաստություն։ Իմաստությունը շահ ա բերում, իմ փողերը գալիս են, իմ շահը, իմ օգուտները, իմ օրհնությունները իմաստության պատճառով են գալիս։ Բոլոր իմ պատերազմները, որի մեջ ես հաղթել եմ, եղել է իմաստության պատճառով։ Ես հաղթել եմ, կոնկրետ ես մտել եմ այդ ռազմաճակատ կամ դաշտ, ռազմի դաշտ, ունդեղ ավարայրի ճակատամարտ եղել։ Ես պայքարել եմ, կռվել եմ։ Աստված ինձ իմաստություն ա տվել, ինչպես հաղթել այդ բանը, ինչպես հաղթել մյուսը։ Գիտեք մի բան ասեմ էսև, երբ որ դուք այնտեղ խորհուրդ եք տալիս, որտեղ մարդիկ ձեզ ընդունում են։ Այստեղ նստած մեկը, այդ խորհուրդը լսում է, իմաստությամբ խորհուրդը լսում է, գիտեք ինչ ասում, ասում է, ճիշտ եմ ասում, թե չէ, ասում է, բոսը դուն ես, ճիշտ եմ ասում, ինքն է բոսը ասում է, որովհետև բոսը, ես քիչ առաջ ասեցի, իմաստությունը տեղակալ չի, բոսը, այնտեղ երբ որ խոսում է իմաստությունը, շրջվում ասում է, այստեղ բոսն է խոսում, սա իմաստությունն է խոսում, չճանաչելով մարդուն, եկավ, լսեց, իրա մոտ մի սուրու գայք եք կար, գայկա գիտեք չէ, ինչա պտուտակն է, գայք եք կար, գիտեք քաղաքական տերմինով խոսացողները ասենց պտուտակներով են խոսում, ոչ մի բան կոնկրետ չեն ասում, բայց բառերի նաբոր են ասում, բայց երբ որ լսեց խոսքը, գնաց, երկրորդ անգամ եկել, ասում է, ինչ ես արել այդ մարդուն, այդ մարդը հակու մասին է խոսում, իմ մասին չի խոսում այդ մարդը խոսում է Տիրոջ իմաստության մասին, ընդեղ Արմենն այլ կարավ վկայի ձեզ, բայց մի բան էլ եմ ասում, օրեր առաջ իմ մեքենայի դիմապակին փոխում են երկու երիտասարդ, ես այդ օրը աղոթել եմ առավոտյան, տուր ինձ այսօր մարդ, որին ես կքարոզեմ, էդ էլ եկել են, Երևաններից եկել են ստեղ, մենք խոսում ենք մի հատ բառ ենք, ասում իրանք այդ բառը լսում են ու ասում են դա էկզորցիստ, հենց մարդիկ կան, դուք հավատում եք, Ենք չգիտեի ես օրը, ասում իհարկե հավատում եմ, դա էկզորցիզմ է կոչվում, դիվաբան, ասում է, կար մեկը Վատիկանն է մեռել է մի քիչ կա, ինքը էկզորցիստ էր, ասում աշխարհում շատ էկզորցիստներ կան, ասում իրոք, ասում իհարկե, դրանցից մեկը քո դեմը կանգնած է, ասում իրոք, ես ցույց եմ տալիս մի կարճ դրվագ ազատագրության, ես ունեմ իմ մոտ, շոկի մեջ են, ես ասում գրված է Մարկոս 16, հեռախոսը վերցեմ ասում Մարկոսի ինչ այդ որտեղ է գրված, գրում է, անի будут изгонять бесов, հարցնում են, մեր մեջ դև կա, ասում խի չկա, ամենակիչը երկու հատ, ամենակիչ, մեր վրա անեց կա, Սպասեք տղերք, ես պետք է աղոթեմ ձեզ համար։
Իրանք մտածում են հեսա թևեր եմ քշելու։ Ու իրանք ընկնելու են անհարմար իրավիճակի մեջ, որ սկսեցի օրհնել, ասեց քանդում եմ լրիվ անեծքները։ Իրանց վիդեոներ ուղարկեցի դրանց հետո։ Տեսադաշտից մեջ են իրանք, անընդհատ։ Տուր ինձ իմաստություն։ Իմաստությունը ինքը գլխավորն է։ Իմաստությունը ինքը տեղակալ չի, ինքը իշխող է։ Ինքը իմաստությունը քու տեսադաշտը, ինչքան դու տեսնում ես, այդքան գերակայություն են տալի, գերակայություն իշխելու համար։ Աբրահամ ինչքան ես տեսնում։ Աբրահամ քանի տարի ես տեսնում քո կյանքը։ Աբրահամին ասես դու խոր ծերությամբ։ Աբրահամը տեսավ իր խոր ծերությունը, իր մահը, իր թաղումը։ Մակպելայի արտում, ինչպես ասում առոտ Փարսին դուր գայսա, այնտեղ Սարայի հետ պարկած, ասում պատրաստվիր ապշտակության։ Տուր ինձ իմաստություն, կարաք ասեք տուր ինձ իմաստություն, կարաք ամեն օր ասեք տուր ինձ իմաստություն, Տեր, ես մարդու հետ ես չեմ գամ, տուր ինձ իմաստություն, միգուցե Աստված ասի փախի վաբշե, ուզում եմ զոհ անեմ, Տեր, ինձ իմաստություն տուր, ես ուզում եմ զոհ անեմ, իմաստություն տուր, որտեղից վերցնեմ այդ զոհը, այստեղ ուխտի համար, որ ուխտ անենք Աստծուն, շատերը վախենում են, ես չգիտեմ որտեղից են այդ վախը բռնե, ես ուխտ եմ արել, ես $1000 ուխտ եմ արել, $100 արդեն տվել եմ, ես շուտով կփագեմ իմ ուխտը, Լաուրն է ուխտ արել, առանձին է Լաուրն ուխտ արել, 150,000 Լաուրն ուխտ արել, մենք օրինակ ենք դրա մեջ, բաներ կա, որ պետքա մենք լուծենք այդ հարցերը, եկեղեցում, պետքա լուծենք, ես ուխտ եմ արել, ուղղել եմ իմ ուխտը կոնկրետ մարդու վրա, ուղղությամբ, անցած տարի 300,000 դրամ ուխտ եմ արել կոնկրետ Մարիայի ուղղությամբ, ես տեսա Տիրոջը զոհասեղանի վրա կանգնած, և նա ասեց խփիր, և հարված իր խոյակին, Աստված ասեց, երբ որ դու կսկսես հնչյուններ արտաբերել, այդ օծությունը կարձակվի մարդիկ կլսեն, առօրյայում իրանք կզգան Սուրբ Հոգու ներկայությունը իրանց վրա եկած, դա օծություն չի պատահական, դա օծություն է, որ եկել է քանդելու, ազատագրելու, քշելու քո դևերին, ես կապեցի այդ դևերին վերջի մի քանի օրեր առաջ, և ամեն ինչ հանդարտվեց, ես կապեցի այդ ոգիներին, դևերին, դժողքը դղրդում է, այդ խոսքերից, երբ որ ես ասես կապում եմ այդ դևերին իր գլխի մեջ, իր մտքի մեջ, իր սրտի մեջ, իր կյանքի մեջ, ես կապում եմ, դևերը դարձան տուզիկ շներ, այդ գամբրները, որ թվում են գամբրները, տուզիկներ դարան, զոհը, որը տեսավ Տերը, որը տեսավ Մարգարեի բերած զոհը, զոհասեղանի վրա, Ամոսն ասում է, Տիրոջը տեսա, այնտեղ ինֆորմացիայի փոխանակում տեղի ունեցավ, նա բերեց զոհ, գերբնական Աստված իջավ այնտեղ, Հիսուսի անունով, և Աստված ասեց, ես պիտի խփեմ և պիտի վերջացնեմ, իմ ձեռքից ոչ մի դև չի պրծնի, մինչև դժոխք էլ կիջնեն, փախչեն կամ սեյնակից սեյնակ կմտնեն, կամ տապ կգենան, իմ ձեռքը այնտեղ էլ իրանց կխփի, իմ բոլոր պատերազմները եղել են իմաստությամբ, ես զոհ չեմ արել, ուղղակի զոհի համար, ես ուխտ եմ արել և ուխտս կատարել եմ, և Աստված հավատարիմ է եղել, մի վախեցեք ուխտ անեք ձեր երեխաների համար, Աստված հարսանիք կկազմակերպի, Աստված հարսանիք կկազմակերպի, Աստված հարսանիք կկազմակերպի, ես ինչ որ մեկի համար դա մարգարեանում եմ, որ Աստված քո հարսանիքը կկազմակերպի, Աստված քո ընտանիքի հարսանիքը կկազմակերպի, Աստված քո հացը կկազմակերպի, Աստված քո ջուրը կկազմակերպի, Աստված կկազմակերպի ծանոթներ, որտեղ դռներ կբացվեն աշխատանքի համար, քեզ լավ վարձատրություն կտան,
քեզ կվարձատրեն, Աստված քո ծորենը կտա քեզ, Աստված քո յուղը կտա քեզ, Աստված քո ֆինանսները կտա։ Իմաստությունը գիտի որտեղ են գտնվում ֆինանսները եւ ռեսուրսները։ Աստված ցույց կտա որ լեռան տակին են եւ շուր կտաս։ Իմաստությունը շուր է տալի լեռը, որովհետեւ գանձը տեսնում է այնտեղ։ Գանձը տեսնում է այնտեղ Աստված։ Հալելույա։ Երբ որ դուք զոհ եք անում, մի արեք ու մոռացեք, խոսացեք։ Խոսք ասեք, Հիսուսի անունով, խոսք ասեք, ասեք իմ զոհը իմ համար խոսալու է, իմ զոհը պաշտպանելու է իմ իրավունքը, իմ զոհը արձակելու է լրիվ պարտքերից, քանդելու է լրիվ պարտքերը։ Ունես բանկային խնդիրներ, պարտքեր, վարկեր, զոհարա դրա դեմ, Աստված կքանդի դա։ Ես չեմ կարող աղոթեմ քեզ համար, Աստված դա անի քեզ համար։ Դու պետք է զոհ բերես Աստծուն։ Մի վախեցեք զոհ գրվեք, մի վախեցեք ուխտ անեք։ Ես 25 տարի ամեն տարի զոհ եմ անում Աստծուն, հատուկ զոհ եմ անում։ Ես չեմ վախում։ Երբ որ անգամ վերջի օրն է եկել, ես $100 ունեմ վճարելու։ Վերջի օրն է եկել, $100 ունեմ։ Ես խոստացել եմ, որ այդ օրը ես կտամ, ու եկել այդ վերջի օրը, ու ես չեմ կարողանում տամ։ Մենք մի հյուր ենք տանում օդանավակայան։ Այդ հյուրը ինձ վերցնում է բոլորի մեջից եւ ասում է. «Արի ինձ ցույց տուր, որտեղ է զուգարանը»։ Ցույց եմ տալիս, ինքը մտնում է, դուրս է գալիս, լվացվել է, դուրս է գալիս։ Ձեռքը տանում է ծոցաջեբ, հանում է $100 ու ինձ օրհնում է։ Ես օդանավակայանից ուղիղ հաշվապահի մոտ։ Ես իմ ուխտը փակում եմ ու ասում Աստված հավատարիմ էր։ Ես հավելացրել եմ իմ փողերը զոհով։ Ես տվել եմ եւ ինձ տրվել է։ Եվ ինձ տրվել է, ես տվել եմ, ինձ տրվել է։ Ուզում եք մի բան ասեմ ձեզ։ Ուզում եք ձեզ մի բան ասեմ։ Ասեք տուր եւ կտրվի։ Նորից ասեք։ Քանստեք հավատում ինչ որ ասեցիք։ Քանստեք հավատում ինչ որ դուք ասեցիք։ Արդյոք հավատում եք դուք ձեր խոսքերին։ Ուզում եք ձեզ ավելին ասեմ։ Ուզում եք ձեզ ավելին ասեմ։ Դուր տրվելուց ավելին։ Գիտեք որ կա այդ ձև բան։ Հոբը կանչել էր տալիս նրանց եւ սրբում ամեն առավոտ։ Առավոտ շուտ ելնեմ եւ նրանց ամեն մեկի թվով ողջակեզներ էր մատուցում, զոհեր էր անում։ Լսեցիք դուք սա։ Սա տալ ու տրվել չի, ինքը չէր անում, որ իրան տրվի։ Ինքը անում էր զոհ, որովհետեւ ուզում էր, որ իր երեխաների վրա պաշտպանություն լինի։ Սատանան պատասխան է տալիս Տիրոջը ասում է Հոբը ձրի չի ծառայում քեզ։ Հաստատ դու Հոբին մի բան ես տալի։ Չէ որ դու նրա եւ նրա տունը եւ նրա ամեն ունեցվածքի շուրջը ցանկով պատեցիր։ Սա դու տրվել չի, սա ավելա։ Սա ավելին է։ Շուրջը ցանկով պատեցիր, նրա ձեռքերի գործերը օրհնեցիր։ Օհո, Տեր Հիսուս։ Սա տուր ու տրվել չի, Աստված ուզում է քո ձեռքի գործեր օրհնել։ Չգիտեմ դուք ինչ եք լսում, որ այստեղ ասվում է այս խոսքը։ Ու նրա ստացվածքը երկրի վրա շատացավ։ Հոբը չէր տալի որ տրվի։ Հոբը զոհ էր բերում, հատուկ զոհեր էր բերում։ Եվ Աստված իրան պաշտպանում էր, Աստված իր ունեցվածքը շատացնում էր, Աստված իրան օրհնում էր։ Սա տուր տրվել չի։ Տուր տրվելը սա է, դու 1000 տվեցիր, քեզ եկավ 10,000 կամ լավ մաքսիմում, եթե հավատքը դերիքում է 100,000։ Ես չեմ հավատում, որ 1000 դրամը կարա միլիոն դրամ բերի։ Ցանքսը եւ հունցքը տրամաբանական է 30, 60 եւ 100 պատիկ։
1000 դրամի հարուրապատիկը որն է 100,000-ն է, սա Հիսուսն է ասում, բայց ես հատուկ զոհի մասին եմ խոսում, որ ինձ օրհնում է, ինձ պաշտպանում է եւ առատություն է տալիս ինձ։ Սա օծված գիրք է, սա օծված գիրք է, սա Աբրահամի հետ կարելի է զուգահեռներ անցկացնել այն ժամանակվա օլիգարխներից, ով էր հարուստ, Աբրահամը թե Հոբը։ 50-50, համաձայն եք ասեմ։ Արևելքցիների մեջ ամենահեղինակային անձներ, ամենահարուստ մարդներ։ Իսկ Աբրահամի հարստությունը սահման չուներ։ Աբրահամը խիստ հարուստ էր։ Ասեմ մոտարապես Ձև կարգի օլիգարխներ էին, միլիարդանոց տղերք էին, միլիարդնիկներ էին սրանք, շատ հարուստ էր, ձեր մեջ աղոտք չի գալիս, ձեր մեջ ամեն չի գալիս, իդեպ եկող շաբաթ Արտուշը ստեղ զոհ է խոսալու, վկայություններ ունի, ես չեմ բացի քարտերը, բայց որ գնաս գաս, այն ժամանակ կքարոզես էլ։ Պատահական ոչ մի բան տեղի չի ունենում։ Տուր ինձ իմաստություն, Տեր տուր ինձ իմաստություն, որովհետև ես գիտեմ, որ իմաստությունն են քարն է, հենց շրջեցիր, տակն է գանձը։ Օրհնությունները ընդեղ են։ Գիտենք ես ձեզ առաջ խնդրում եմ իմաստություն, որովհետև իմ սրտի մեջ էր ընկել, ձև սիրողական մակարդակի, դու ինձ իմաստություն, դու ինձ իմաստություն, դու ինձ իմաստություն, իսկ ես կոնկրետ եմ խնդրում, դուր ինձ իմաստություն, եթե դուք տարօրինակ եք, խնդրեք իմաստություն, ես տարօրինակ եմ, Տեր, ես տարօրինակ եմ, ինձ իմաստություն ա պետք, վերջապես ես իմ տառականների ջոգել եմ, իսկ դուր իմաստություն, ոնց ազատագրվեմ այդ տառականներից, ոնց փոխվեմ, ոնց ազատվեմ այդ տարօրինակ դևերից, մտքերից, խորհուրդներից, փոխի ինձ։ Չգիտեմ, ես ինչ է գալիս, բայց գալիս է կոնկրետ։ Եկեղեցու վրա։ Ամսի 5-ը թունդ ալնելու, շատ թունդ։ Դուք կլսեք Գեղարդի մասին, մարդու մասին չէ, Գեղարդի, Կապյո, սաղ գնացին ավետարան, Մարկոս, Ղուկաս, Հովանես, որ խոցեցին, դրա մասին չի խոսքը, դուք կլսեք, թե ինչ է փոխանակումը, խաչի վրա դա տեղի անացել, խաչի վրա իմ լրիվ անհաջողությունները, ձախողությունները, հիմարությունները, անտակտությունները, իմ լրիվ ձախողումները, իմ կյանքի մեջ ես ընդունում եմ այն իմաստությունը, որ գալիս է վերևից, երկնքից, որը խաղաղարար է, որը հեզ է, որը հլու է, որը սուրբ է, որը անկողմնակալ է։ Ես հասկանում եմ, որովհետև իմաստությունը ինձ օգնում է այս հասկանամ իմ սահմանները, հասկանամ վաղեմի սահմանները, հասկանամ սկզբունքները։ Այո, Սողոմոնը այդքան իմաստուն էր, այո, իրականում իմաստուն էր, ինքը ամեն ինչի վերաբերյալ գիտեր ամեն բան։ Իր իմաստությունը վարձատրվում էր ամեն օր տաղանդներով, մեծ գումարներով վարձատրվում էր իր իմաստությունը, իր երկրի խաղաղությունը իր իմաստության արդյունքն էր։ Աշխարհի ղեկավարները գալիս էին տեսնեն Սողոմոնին, թե ով է դա։ Հիսուս ասեց, այստեղ ավելի մեծը կա Սողոմոնից։ Դա ինքն էր, որ տալիս էր իմաստություն Սողոմոնին։ Տուր մեզ իմաստություն։
Տուր ինձ իմաստություն։ Ես կարիք ունեմ իմաստությամբ ղեկավարելու, առաջնորդելու, իմաստությամբ շփվելու եւ խոսալու։ Չէ, շատերը մտածում են իմաստությունը խեղդելն է։ Իմաստությունը խեղդելը չի խոսքերով։ Իմաստությունը գիտի ինչպես խոսա։ Գիտի ինչպես խոսա, որ 10-ին կպնի։ Ժամանակ է գալիս ու հիշեք, որ այս շարիկի էֆեկտի մասին եմ խոսալու մի օր։ Այդ ժամանակը, չգիտեմ, 6 ամիս կլինի, թե 1 տարի կլինի, բայց այդ շարիկի էֆեկտի մասին եմ խոսալու։ Որ Աստված այդ շարիկը բերում է կենտրոն։ Հավասարությունը, հավասարակշռությունը բերում է կենտրոն։ Դա տեղի է ունենալու ինձ հետ, դա տեղի է ունենալու իմ կյանքի մեջ։ Դա տեղի է ունենալու, որովհետև ես խնդրում եմ Տերը տա իմաստություն քայլերի մեջ, գործողությունների մեջ, շփումների մեջ, հաղորդակցությունների մեջ։ Տուր ինձ իմաստություն, որ քաղաքական գործիչների հետ խոսամ, ինչպես Հիսուս տաճարում խոսում էր վարդապետների հետ, եւ նրանք զարմացած էին, շոկ էին ապրում, որովհետև սա մարգարեություն է եղել ինձ վրա, որ դուք խոսաս քաղաքական գործիչների հետ, քաղաքական գործիչներին կվերցնես, այս փոքր տեղից դու կազդես հեռավոր տեղերի վրա, ու դա տեղի է ունենում, գալիք բաները, որոնք արդեն սկսվել են, մենք դրա մեջ դեր և մասնակցություն ունենք, գալիք բաների մեջ, և Տերը թող տա ինձ իմաստություն, և Տերը տա եկեղեցուն իմաստություն, ամեն կրթված մարդու և ամեն անկիրթ մարդու տա իր իմաստությունը, ամեն խելացի մարդուն տա իմաստություն, ամեն հիմարին տա իմաստություն, ամեն անմտին տա իմաստություն, որովհետև Աստված ուզում է, որ իր ժողովուրդը իմաստուն լինեն, որպեսզի իմաստությունը արդարանա իր որդիներից։ Շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Տեր, իմաստության համար։ Կանգնենք ոտքի։ Հալելույա։ Բարձրացրած ձեռքերդ համաձայն Հակոբոս առաջի գլխի 5-րդ խոսքի, եթե ձեզանից մեկը իմաստությունից պակասել է, չի ասվում երբ որ պակասի, այլ եթե պակասել է, թող խնդրի, անալիզ արա 3 օր հետ, 3 օր առաջ և հայտնաբեր, թե ինչը որտեղ ինչ այնպես չարեցիր, ինչը որտեղ և ինչպես դու պետք է անեիր, ինչը որ խոսացել ես կամ ինչը որ քայլեր ես արել, դա չի եղել իմաստությամբ, հիմա խնդրի, որ երկրորդ անգամ դու իմաստություն ունենաս, տվյալ պարագայի մեջ շտկես ամեն ինչ, թող քո իմաստությունը հանգչի մեր վրա, Հիսուս, աղոթեք ու խնդրեք, Տերը տալիս է իմաստություն, գրված է իր խոսքում և չի հանդիմանում, և չի ասում հերիքա, չի ասում նախատելով, թե դու արդեն շատ ես խնդրում, տենց բան չկա, Աստված ասում է, որ առատորեն կտա, Աստված ասում է, ես առատորեն կտամ, քեզ կտամ իմաստություն ավելին, քան դու ունես կամ պատկերացնում ես, դու կզարմանաս քո վրա, դու կտեսնես դրա մեջ խաղաղություն է գալիս, դրա մեջ ուրախություն է գալի քո սրտի մեջ, դու կտեսնես ոնց ես փայլեմ, դու կտեսնես ոնց ես չարեմ այդ գանձերը, ցույց կտա թե որտեղ է գանձը, ցույց կտա թե որտեղ է գանձը, ցույց կտա պաշտպանությունը, ցույց կտա թե ինչպես հաղթել պատերազմի մեջ, ցույց կտա քեզ, տուր ինձ իմաստություն, սիրելի Հիսուս, տուր ինձ իմաստություն, հալելույա, հալելույա, փակեք ձեր աչքերը, աղոթեք, բարձրացրեք ձեր ձայնը, ձեր ձեռքերը, հալելույա, հալելույա, նա կերակրելու է քեզ,
Նա կերակրելու է քեզ իր աջ ձեռքի մեջ կյանքի երկարության օրեր կա եւ ցաղ ձեռքի մեջ հարստություն կա հալելույա բացի քո ձեռքերը բացի քո աջ եւ ցաղ ձեռքերը Տեր բացի քո աջ եւ ցաղ ափերը Տեր եւ դուր կյանք եւ դուր գանձեր եւ դուր առատություն եւ դուր իմաստություն հալելույա 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 Hallelujah! Թող իմաստությունը հանգչի քո սրտի մեջ, որպեսզի դու գիտենաս, թե ինչ պիտի անես։ Դուր ինձ իմաստություն, որպեսզի գիտենալ, թե ինչ անել սրանից հետո։ Իմ օրերը կարողանամ ճիշտ հաշվել, իմ օրերը կարողանամ ճիշտ պլանավորեմ, ճիշտ ապրեմ այս կարճ կյանքի մեջ, այս երկրի վրա։ Դուր քո իմաստությունը, դուր ինձ քո իմաստությունը։ Հալելույա, հալելույա, հասկացողություն դուր և խորհուրդներ դուր ինձ, ինչ անել սրանից 10 տարի ընթացքեմ, 10 տարիների ընթացքներեմ, ժամանակներեմ, հաշվեք, պլանավորեք, աղոթեք և խնդրեք, որ Տերը լցնի ես 10 տարիները, տա ձեզ իմաստություն, 20 տարին, 30 տարին, որպեսզի դուք լինեք պտղատու և պիտանի, հալելույա, 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 որտեղ է տունը, որտեղ է մեքենան, որտեղ է ֆինանսները, ցույց տու քո ժողովրդին, ցույց տու քո ժողովրդին, մենք քո ազգն ենք, մենք քո ժողովուրդն ենք, մենք քո ընտանիքն ենք, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, հալելույա, լեզուներով աղոթեք,